Արտեմ Ալիխանյանը ծնվել է Թիֆլիսում, ավարտել է Լենինգրադի համալսարանը 1931 թվականին, 1943-ից 1973 թվականներին Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, 1946-ից 1960 թվականներին Մոսկվայում ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի տարրական մասնիկների լաբորատորիայի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տնտեսությանը և ստեղծման։ 1934 թվականին Աբրահամ Ալիխանովի և Կոզադաևի հետ հայտնաբերվել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը։ 1936 թվականին Ալիխանովի և Արթիմովիչի հետ փորձով հիմնավորվել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիվելացման ժամանակ։ 1942 թվականին Ալիխանովի հետ հիմնադրվել է արագացի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը։ 1943 թվականին հայտնաբերվեց լիցքավորված մասնիկների նեղ հեղեղները։ Մեծ էներգիայով պրոտոնների ազատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում 1945 թվական տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոնների անջատվելու երևույթը 1950 թվական 1946 թվականին Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։ Ատոմի միջուկի գաղտնիքները բացահայտելու համար ֆիզիկոսներն այն ռմբակոծում են մեծ էներգիա ունեցող տարրական մասնիկներով։ Այդպիսի էներգիա ունեցող մասնիկներ ստանալու համար ստեղծվեցին արագացուցիչներ, որտեղ տարրական մասնիկների շարժումն արագացվում է և դրանք ձեռք են բերում մեծ էներգիա։ ԽՍՀՄ-ում կոշտ կիզակետումով պրոտոնային առաջին արագացուցիչը ստեղծվեց Աբրահամ Ալիխանովի ղեկավարությամբ Մոսկվայում, իսկ ժամանակի ամենահզոր էլեկտրոնային արագացուցիչը Արտեմ Ալիխանյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ Երևանում։ Մեծ էներգիայով տարրական մասնիկների ուսումնասիրության համար Արտեմ Ալիխանյանը ստեղծեց նաև բազմաթիվ սարքեր։